Լոս Անջելեսի ոստիկանությունը ներկայացրել է հունիսյան դեպքերի հաշվետվությունը, մանրամասները վայրկյաններ անց։ Կալիֆորնիայի համալսարանները դատի են տվել Թրամփի վարչակազմին խոսքի ու կրթական ազատությունները սահմանափակելու։ Յութայում առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվող Թայլեր Ռոբինսոնը։ Դատախազությունը պահանջում է մահապատիժ։ Նյու Յորքում Լուիջի Մանջոնեի ահաբեկչության մեղադրանքները հանվել են, սակայն նա շարունակում է պատասխան տալ սպանության գործով։ Դատավորը մերժել է Մենենդես եղբայրների նոր դատավարության խնդրանքը, փակելով ազատության հերթական հնարավորությունը։ Ներկայացուցիչների պալատը ընդունել է DC Crimes Act-ը, որը խստացնում է երիտասարդ հանցագործների դատավարությունը։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Ողջույն սիրելի հետևորդներ, USR Media-ի YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է պետական հաշվետվություն, որի համաձայն հունիսի 8-ին միայն ոստիկանությունը կիրառել է շուրջ 1040 ռետինե փամփուշտ, փրփուրային ու բիմբեկ կրակոցներ, ինչպես նաև 20 հատ CS տեսակի արցունքաբեր գազ մոտ 6000 ցուցարարների դեմ։ 6 մարդ վնասվածքներ է ստացել, այդ օրը ներգրաված է եղել 584 ոստիկան, իսկ ցուցարարները փակել էին մայրուղին ու հրկիզել են ինքնավար մեքենաներ։ Քաղաքական իրավունքների խախտումների մեղադրանքներով արդեն դատական հայց է ներկայացվել, այդ թվում մի ցուցարարի կողմից, որը կորցրել է մատը։ Կալիֆորնիայում դեռևս 2021-ին սահմանափակվել է այս միջոցների կիրառումը։ Ոստիկանները չեն կարող առանց այլընտրանք փորձելու կրակել ամբողջի ուղղությամբ կամ թիրախավորել գլխին եւ կամ կենսական օրգաններին։ Հաշվետվությունը ցույց է տվել, որ այլ կանխարգելիչ կամ նվազեցնող մեթոդների կիրառման դաշտը դատարկ է մնացել։ Նույն օրը հունիսի 8-ին լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել էին դաշնային շենքերի մոտ, իսկ ամբողջի մի մասը բախումներ էր հրահրում, քարեր, բետոնե կտորներ, մոլոտովյան կոկտեյլներ եւ հրավառության նյութեր նետելով ոստիկանների ուղղությամբ։ Բախումների հետևանքով 52 ոստիկան բժշկական օգնության կարիք է ունեցել։ Ոստիկանապետ Ջիմ Մակդոնալը հայտարարել է, որ գործողությունները եղել են վնասներից պաշտպանվելու համար արդարացված։ Միևնույն օրը շերիֆի վարչությունը արձակել է ավելի քան 2500 կրակոց, իսկ Կալիֆորնիայի մայրուղային ոստիկանությունը 271 փամփուշտ է օգտագործել։ Ամերիկյան համալսարանական համակարգի շուրջ լարվածությունը նոր թափ է ստացել։ Կալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները, դասախոսները, ուսանողական կազմակերպություններն ու բոլոր աշխատավորական միությունները այսօր դաշնային դատարան են դիմել, մեղադրելով Թրամփի վարչակազմին կրթական ազատությունները սահմանափակելու եւ խոսքի ազատությանը հարված հասցնելու փորձի մեջ։ Հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ առաջ վարչակազմը պատժել է Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղին UCLA-ին, սահմանելով 1.2 միլիարդ դոլարի տուգանք եւ սառեցնելով գիտահետազոտական ֆինանսավորումը, համալսարանի մեղադրելով հակասեմականության հանդեպ անհանդուրժողականություն չցուցաբերելու եւ քաղաքացիական իրավունքների խախտման մեջ։ UCLA-ը դարձել է առաջին պետական համալսարանը, որի դաշնային ֆինանսավորումը լայնածավալ կերպով է սառեցվում։ Մինչև այդ նույն ճակատագրին բախվել էին նաև մասնավոր առաջատար բուհերը՝ Հարվարդը, Բրաունը եւ Կոլումբիան։ Դաշնային կառավարությունը UCLA-ի հետ հնարավոր պայմանավորվածության մասով առաջադրել է խիստ պահանջներ՝ ուսանողների, դասախոսների եւ աշխատակազմի տվյալների տրամադրում, ընդունելության եւ աշխատանքի ընդունման ցուցանիշների բացահայտում, բազմազանության համար նախատեսված կրթաթոշակների վերացում, համալսարանական տարածքներում գիշերային բողոքի ցույցերի արգելք եւ ներգաղթի վերահսկող մարմինների հետ համագործակցություն։ Կալիֆորնիայի համալսարանի նախագահ Ջեյմս Միլիկյանը հայտարարությամբ ընդգծել է, որ դաշնային իշխանությունների գործողությունները տարածվում են համալսարանի բոլոր 10 ճյուղերի վրա, դրանք անվանելով ամենալուրջ սպառնալիքը Կալիֆորնիայի համալսարանի 157 տարվա պատմության ընթացքում։ Յութայի Պրովո քաղաքի 6-րդ դատական շրջանի դատարանում հեռակա մասնակցությամբ առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել Թայլեր Ռոբինսոնը, մեղադրվելով պահպանողական գործիչ եւ Turning Point USA կազմակերպության համահիմնադիր Չարլի Քըրքի սպանության մեջ։ Դատարանը պաշտոնապես մեղադրանքի առաջադրել սպանության համար, իսկ դատախազությունը գործին ավելացրել է նաեւ մահապատժի պահանջի մասին ծանուցում։ Բացի սպանությունից Ռոբինսոնը մեղադրվում է նաև 6 այլ հոդվածներով՝ արդարադատության խոչընդոտում եւ վկայի վրա ճնշում գործադրելու համար։ Դատարանի նիստին Ռոբինսոնը մասնակցել է Յութա նահանգի բանտից տեսազանգով։ Դատախազությունը հայտարարում է, որ գործի ապացույցները ծանրակշիռ են։ Ռոբինսոնի ՏՆԹ-ն հայտնաբերվել է հրացանի ձգանի վրա, իսկ նախապես գրված գրության մեջ ասվում էր. «Ունեմ հնարավորություն վերացնելու Ամերիկայի առաջատար պահպանողական ձայներից մեկին, եւ ես դա
անելու եմ։ Ձեռնաշղթայված Լուիջի Մանջիոնեն այսօր վերադարձել էր Մանհեթենի դատարան։ Նյու Յորքի դատավորները նրան առաջադրված 2 ահաբեկչության մեղադրանքը հանել են։ 27-ամյա Մանջիոնեն շարունակում է մեղադրվել երկրորդ աստիճանի սպանության եւ եւս 8 քրեական հոդվածներով 2024 թվականին առողջապահական ապահովագրական գործադիր տնօրեն Բրենդ Թոմփսոնին սպանության գործով։ Մանջիոնեն իրեն մեղավոր չի ճանաչել։ Դատարանից դուրս Մանջիոնեի կողմնակիցները ծափահարել են ողջունելով ահաբեկչության 2 մեղադրանքի չեղարկման լուրը։ Ոմանք գլխարկներով էին եւ Nintendo-ի հերոս Լուիջիի կանաչ զգեստներով, մեկ ուրիշն էլ պաստառ էր պահել։ Առողջությունը ավելի բարձր է, քան հարստությունը գրությամբ։ Դալիճում դատավորը վճռել էր, որ դատախազները բավարար ապացույց չեն ներկայացրել այն մասին, թե Մանջիոնը նպատակ է ունեցել վախեցնելու առողջապահության ոլորտի աշխատողներին կամ ազդելու կառավարության քաղաքականության վրա։ Այս կետերը անհրաժեշտ էին սպանությունը ահաբեկչական գործողություն որակելու համար։ Մանհեթենի շրջանային դատախազ Ալվին Բրագի մամուլի քարտուղարը հայտարարության մեջ նշել է. «Մենք հարգում ենք դատանի որոշումը եւ շարունակելու ենք գործը մնացած 9 հոդվածներով, այդ թվում երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքով»։ Բրենդ Թոմփսոնը սպանվել էր Մանհեթենի կենտրոնում գտնվող հյուրանոցի մոտ, որտեղ United Healthcare ընկերությունը ներդրողների համաժողով էր անցկացնում։ Դեպքը նոր արիք էր բարձրացրել Միացյալ Նահանգների առողջապահական համակարգի բարեփոխումների պահանջների շուրջ։ Որոշ շրջանակներում նույնիսկ Մանջիոնեն հերոսացվում է, իսկ նրա պաշտպանական ծախսերի համար օնլայն դրամահավաքում զգալի նվիրատվություններ են հավաքվել։ Դատավորը Մանջիոնեի գործով հաջորդ դատական նիստը նշանակել է դեկտեմբերի 1-ին։ Լոս Անջելեսի գերագույն դատարանի դատավոր Վիլյամ Սի Ռայանը մերժել է Էրիկ եւ Լայլ Մենենդես եղբայրների նոր դատավարության խնդրանքը, փակելով նրանց ազատ արձակման հերթական հնարավորությունը։ Եղբայրներն արդեն 3 տասնամյակից ավելի է բանտում են իրենց ծնողներին 1989 թվականին Բևերլի Հիլզում գտնվող առանձնատանը սպանելու համար։ Դատավոր Ռայանը մերժել է 2023-ի մայիսին ներկայացված վերանայման միջնորդությունը, որտեղ պաշտպանական կողմը վկայակոչում էր նոր ապացույցներ հաստատելու հայր Խոսե Մենենդեսի կողմից նրանց նկատմամբ սեռական բռնության պնդումները։ Ռայանը գրել է, որ այդ ապացույցները մի փոքր հաստատում են եղբայրների վկայությունները, սակայն չեն չեղարկում այն փաստը, որ սպանությունը կատարվել է նախօրոք պլանավորվելով եւ կանխամտածված։ Վաղաժամ ազատ արձակման դիմումներով օգոստոսի 22-ին հանձնաժողովի 2 անդամներ մերժել էին Լայլ Մենենդեսին, նշելով, որ նա դեռևս ցուցաբերում է հակասոցիալական հատկանիշներ, իսկ 1 օր առաջ նույն պատասխանն էր ստացել Էրիկ Մենենդեսը բանտում ունեցած վատ վարքագծի պատճառով։ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ընդունել է օրենսդրական փաթեթ, որը զգալիորեն փոխում է Վաշինգտոն DC-ում երիտասարդ հանցագործների նկատմամբ կիրառվող արդարադատության կանոնները։ DC Crimes Act-ը սահմանում է, որ երիտասարդ հանցագործ համարվի մինչև 18 տարեկան անձը նախկին 24 տարեկանի փոխարեն։ Բացի այդ, դատարանները պարտավոր կլինեն կիրառել չափազանց խիստ պատժաչափեր, ոչ պակաս, քան մեծահասակների համար նախատեսված նվազագույնները։ Օրենքը նաև պարտադրում է DC-ի գլխավոր դատախազին ստեղծել բաց տվյալների կայք, որտեղ կհրապարակվեն երիտասարդների հանցագործությունների վիճակագրությունները։ Օրինակիցը ստացել է 240 կողմ ձայն, այդ թվում 30 դեմոկրատների աջակցությամբ։ Սենատում փաթեթի ապագան դեռևս անորոշ է, դեմոկրատների աջակցությունը այդուամենայնիվ վճռորոշ է լինելու։ Մի խումբ դեմոկրատ սենատորներ մտահոգություն են հայտնել Պենտագոնի նոր ծրագրի կապակցությամբ, ըստ որի մինչև 600 զինվորական իրավաբաններ կարող են ժամանակավորապես նշանակվել որպես միգրացիոն դատավորներ։ Նրանք իրենց նամակում հիշեցնում են, որ նման քայլը կարող է խախտել Post Comitatus Act-ը, որն արգելում է բանակին ներգրավել ներքին իրավապահ գործառույթներում բացառությամբ արտակարգ իրավիճակների։ Նամակը ստորագրել են Սենատի զինված ուժերի կոմիտեի 12 դեմոկրատ անդամներ։ Սենատորների խոսքով ծրագրի իրականացումը ոչ միայն կդարձնի զինվորականներին արդարադատության նախարարության գործիք, այլև կվնասի զինված ուժերի ներքին դատական համակարգին։ Դոնալդ Թրամփի վերադարձից հետո միգրացիոն դատարանները դարձել են վարչակազմի խիստ քաղաքականության առանցքային օղակ։ Մոտ 3.5 միլիոն գործի կուտակում կա եւ տասնյակ միգրացիոն դատավորներ արդեն հեռացվել են կամ հրաժարական են տվել։ Պենտագոնի փաստաթղթում նշվում է, որ զինվորական իրավաբանների ծառայությունը չպետք է գերազանցի 6 ամիսը, սակայն դեմոկրատ սենատորները պահանջում են հստակ պատասխաններ, որտեղից են բերվելու այդ իրավաբանները եւ ինչպիսի իրավական գնահատական է տրվել այս գործընթացին։ Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարությունը հաստատել է, որ Նեբրասկա նահանգում արձանագրվել է կաթնային անասունների առաջին թռչնի գրիպի դեպքը H5N1-ը։ Նեբրասկայի գյուղատնտեսության վարչությունը եւ
USDA-ի կենդանիների եւ բույսերի առողջության տեսչությունը հայտնել են, որ վիրուսը հաստատվել է նահանգի կենտրոնական շրջանի Կովերի նախիրում, որը անմիջապես մեկուսացվել է։ USDA-ի տվյալներով վարակը թեև դանդաղելով արդեն հաստատվել է ավելի քան 1000 նախիրներում 17 նահանգներում սկսած 2024 թվականի մարտից, երբ առաջին անգամ հայտնաբերվեց կաթնատու Կովերի մոտ։ Վերջին ամիսներին դեպքեր են գրանցվել Տեքսասում, Արիզոնայում, Այդահոյում, Նևադայում, Միչիգանում եւ Կալիֆոռնիայում։ Նեբրասկայի մոտ հայտնաբերված շտամը նման է Կալիֆոռնիայում տարածվածին։ Չնայած մարդկանց համար սպառնալիքը համարվում է ցածր, գիտնականները զգուշացնում են, որ վիրուսի շարունակական տարածումը կաթնատու անասունների եւ այլ կաթնասունների շրջանում կարող է նշանակել, որ այն մոտենում է մարդուց մարդ փոխանցման հնարավորությանը։ Մի փոքր այսպես ծանր լուրով ավարտեցինք, բայց այսպիսին էր օրվա լրահոսը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար։ Կհանդիպենք վաղ, այսօրվա համար այսքանը, առողջ եղեք։